Էլի տեղ կա, թե չէ։ Այո, ներսում է զրույց։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Իրոք մեր բարև եմ ժողովրդին։ Շնորհավորում եմ Allah desparım paşayan civan. Սուբվենցիայով է կառուցվել, այսինքն կառավարությունը ինչքանն է ֆինանսավորել 70-ը 70 Բարև ձեզ Բարև ձեզ Բարև ձեզ Բարև Այսինքն արդեն մի տարի լրացած է, որ աշխատում եք։ Զրոյից կառուցված մանկապարտեզ է։ Իսկ շինարարության հետ կապված խնդիրներ ունեցել եք, թե չէ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շինարարության որակի հետ կապված խնդիրներ եղել են, թե չէ։ Ամեն ինչ նորմալ է եղել։ Սուշ Բարև ձեզ, այստեղ սառնարաններն են, մթերքը, գոհ եք այսինքն ընդհանուր առմամբ, իսկ ինչից եք դժգոհ։ Գյուղում չի եղել ընդհանրապես մանկապարտեզ։ Քնած է։ Նոր են։ Քնում եք ճուտիկներ։ Ճիշտ եք անում։ Չխանգարեք լավ։ Էս էլ էլի փաստորեն տիպային նախագիծ քանի տեղում տեսանք սենց մանկապարտեզ չէ
Ասում եմ տիպային է, փաստորեն, ես մանկապարտեզում ակունքում էլ կար, մի քանի տեղ ու տեսեմ։ Բարև ձեզ։ Էլի քնած են։ Այո, պարտում եմ, բայց սպասում եմ, որ ձեզ տեսնեմ։ Երեխեք բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Քնում եք։ Ճիշտ եք անում։ Դե քնեք, չխանգարենք ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երեք խումբ ունեք, երեքում է երեխաներ, երեք լիարժեք խումբ է։ Այո։ Ну, մի քիչ էլ կարող է թիվը մեծանալ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Քնում եք երեխեք։ Լավ եք։ Լավ է մանկապարտեզում։ Դե քնեք։ Հա, բայց կա տարբերակ երեխեք կան, որ լիարժեք ծանրաբեռնվի։ Այո, աչի միտում ունի։ Հա։ Աչի միտում ունի, օրինակ լիարժեք համալրվել անդամը։ Հա, այսինքն արդեն գիտեք երեխեքը։ Այո, գրանց, բարևիկից գրանց։ Այսինքն արդեն սկսել ենք լիարժեք ռեժիմով աշխատել առաջին խմբից։ Լիարժեք, չէ, այս տարի Չէ, նկատում եմ։ լիարժեք աշխատում ենք։ Չէ, նկատում եմ ամբողջ ծավալով առաջ խումբը երեխեքը համալրվելու էլի։ Դե հերթով որ մյուս խմբերն էլ գա 3 տարի արդեն տենց կլինի, որ արդեն եկանք լիարժեք ամբողջական դե բան ունենք նայելու։ Լավ է ստացվել, չէ, ժողովուրդ։ Շատ լավ է։ Դե լավ է։ Հարցեր ունենք էլի, Համեցեք։ հազագյուղն այնքան պրոբլեմներ ունի, որ էլ էր չափից տեսել։ Նախ մենք շատ շնորհակալ ենք, որ դու այցելելիս ես մեր համայնքում, ամբողջ ժողովուրդը նախ պետք է շնորհակալ ենք քեզանից։ Հիմի, այս հարցեր մոմենն էլի, տվողներ կա։ լույսերը մոմենտը շատ կա։ Ինչի։ Ինչի մոմենտը։ Ոչ մի փողաց այն հին բաներում էլի, նախնադարյան լույսերը, փողոցային լույսերը։ Փողոցի լուսավորություն նկատի ունեք։ Համ փողոցային Դե լույսերը։ դրանք Ժորժ ջան, մի րոպե, դրանք կնենց հարցեր են, որ հերթով լուծվելով գնալու է, դա Չէ, քամի ժամանակ մենք լույս չունենք։ Ուժեղ արևեղավ լույս չունենք, անձրևեղավ լույս չունենք։ Տներում։ Տներում բաբու։ Դե տներում էլ հասկացա կզբաղվենք։ Տներում Կզբաղվենք։ Ընդհանուր մեր գյուղի համար ընդհանուր այստեղ ներկայացնում ենք ձեզ ընդհանուր հարցերը։ Դա գրված է մանրամասն Քանի հարցա։ 4-5 հարց մանր հարցերը։ Իմ նախնդիրներն են, որոնք պետք է լուծվեն։ Շատ լավ։ Մենք վստահ ենք ձեր կողքին ենք անպայման։ Գալի ամբողջ գյուղանունից եմ խոսում, ցավը կա։ Ասեք, եղբայր, ասեք։ Թոմոտենա։ Շնորհակալություն, որ դուք եկել եք մեր գյուղը։ Պարոն Փաշյան, շատ գոհ եմ, ուրախ եմ, ժողովրդի կողմից շատ գոհ եմ։ Այս գյուղը 250 տարվա պատմություն ունի։ 250 տարվանից մենք մանկապարտեզ չենք ունեցել։ Բայց այսօր այս հրաշք շքեղ կառույց ունեցել ենք։ Ի շնորհիվ ձեզ, մեր լավ կառավարության, շատ շնորհակալ ենք դրա համար, պարոն Փաշյան ջան։ Հիմա Ծովասարի ազգաբնակչության կողմից որպես լիազոր ներկայացուցիչ
մեր գյուղը ամենաբարձրադի լեռնային գյուղերից մեկն է։ Մենք սեփականաշնորհման շատ հողեր ենք ստացել։ Ամենաշատ մենք ենք ստացել 1000 հեկտարից ավել ջրովի տարածքներ ունենք, ոռոգման ջուր չունենք։ Այս սարի ջրերը, սերավա ջրերը գնում Են վախոր հասնում է մեր կարտոֆիլը, մեր ցանկատարածը ջրելու Վարդանյան քաջիկ։ Բան Վարդանյան, ես ջրամբար ենք ուզում։ Մենք հիմա ասում ենք, որ որևէ գյուղում կարան ժողովուրդը նույնիսկ ջրի հետ կապված հարցերը չբարձրացնեն, որովհետև առանց իրանց բարձրացնելու էլ մենք գիտենք, որ հանրապետությունում տենց գյուղ չկա, որ ջրի հետ կապված խնդիր չունենա։ Էսա պատճառը, որ մենք ասում ենք, որ առաջիկա 5 տարվա ընթացքում, ոնց որ նախորդ 5 տարվա ընթացքում ամենաառաջնային հարցը եղել է խաղաղության հարցը, հաջորդ 5 տարում առաջնայինություն ալնելու առաջնային 4-5 հարցերից մեկը լինելու է ջրի հարցը։ Բոլոր տեղերում, միտեղ ջրամբար պետք է կառուցվի, միտեղ ջրագիծ պետք է կառուցվի, միտեղ ներտնային համակարգ։ Այսինքն նկատի ունեմ որևէ տեղում եւ ես բոլոր տեղերը ասում եմ, գյուղի ժողովուրդը եւ քաղաքի էլ ջրի հարցը կարան չբարձրացնեն, չասեն, որովհետև առանց ասելու էլ մենք այդ հարցը մեր օրակարգում արդեն ներառված է, որ առաջիկայում պետք է շատ կենտրոնանանք այդ հարցերի վրա։ Հիմա խնդիրը ստեղեն է, առաջնությունը ոնց որոշենք, որտեղից սկսենք, որտեղ ավարտենք, այդ էլ ընթացքում մարզպետների, համայնքների հետ կքննարկենք եւ լուծումներ գտնենք։ Դա մենակ մեր գյուղ չէ, լիճ համայնքն էլ օգտվում է ջրամբար որ կառուցվի։ Հիմա դրամացույցը դրված է։ Ինչի մրցույցը ջրամբարի։ Փոքր ջրամբարի։ Դե եղբայր, հեսա մարզպետն ասում է ջրամբարի մրցույթ ա դրած, փոքր ջրամբար կառ։ Ձեր գյուղին ու լիճ գյուղի համար։ Այո, շնորհակալություն։ Մեր բոլորից շնորհակալ։ Չէ։ Դու գործին անձնել Ծովասարի ժողովուրդ։ Միադեր հիմնական գյուղի համար նացիոն կարս կա։ Մեր գյուղի 99% շենքերը սաղ ապօրինի են։ Դետել պետք է զբաղվենք տենանք ինչ այլ։ հիմա Այսինքն ժամանակին կառուցել են։ Ժամանակին կառուցվելը հիմա սաղ Կատակի հողերը գոնե ձերն է։ Դե հիմա մենք օրենք ենք ընդողեն, խի չեք օրինականացնում վճարումների պատճառով։ Այո, անես կնեն։ Ինչ կներա։ Ես ձգձգում են։ Այս բյուրոկրատիան դա շատ։ Մի հատ կհետաքրքրվեմ հասկանալ։ Երկու հատ ճանապարհի ծրագիր կա մեր Թազագյուղում, դա շատ լավ ծրագիր է։ Առաջին մեծ թաղամասն է, այս տարում կառուցվել է 5 հատ տուն, բայց ճանապարհի վիճակը շատ վատ է։ Պլանի մեջ է, եթե այդ պլանը կատարվի, մենք ամբողջ թաղամաս եզանից շնորհակալ կլինենք։ Կկատարվի, բայց պետք է անի արդեն սկսել ենք կանենք։ Շատ լավ Ժողովուրդ ջան, մանկապարտեզը շնորհավոր մնացածն է հերթով կլուծենք։ Ժամանակ գրաֆիկի կների մի հատ խնդրանք, ոչ թե հարց է խնդրանք։ Մենք 92 թվին հողաբաժանման ժամանակ ստացել ենք գյուղամեջում հող։ Վճարովի ա եղել $250 առել ենք։ Այս պահին վկայական չենք ունեցել, ձորի մեջ տուն ենք սակելով ձորի մեջ։ Դե ասեց այդ հարցը, որ տենց հարցեր կան։ Պետք է հասկանալ։ Չափագրել, ճիշտն ասած, ինձ Հիվանդը կյանքի մախան կրվար է։ Այս պահին այնպես է ստացվում, որ վճարելու հնարավորությունները չունենք, շատ դժվար է մեր վիճակը։ Խնդրում եմ ինչ-որ ձև, եթե հնարավոր է, աջակցեք, մենք կարողանանք գոնե տները։ Հիմա ընտրական շրջանա նյութական որևէ խոստում չենք կարող տալ եղբայր։ Օրենքը արգելում է նյութական խոստում։ Չէ, բայց այս տների հարցը պրոբլեմա պետք է մտածենք, էլի, պետք է մտածենք։ Մտածել դարձյալ չէ, դե օգնի, Չէ, դե մենակ գնե, չէ՞ որ։ Բարի գյուղ, մի հատ որոշում կայացեք։ Դե մենակ, գիտեք, մենակ մի գյուղ չի, 5 գյուղ չի, պետք է հասկանանք։ Հասկանանք ինչ ենք առաջարկում։ Լավ է։ Բարև ձեզ։ Ժողովուրդ ջան, ծրագրից ուշանում եմ, գնամ էլի։ Լսա, այն ծակարատակն ես օբյեկտ եմ սարքել, հեսա 11 տարի։ Ինչը։ Օբյեկտ է, հարսանեկի զալի թեմես թեման։ Ես բանակին օգնել եմ, $3400 տվել եմ բանակին։ Մոկա դոկումենտներ կետա, կադաստր Յադա կա։ Ինչա պետք է անել, ինչ։ Օգնելա պետք։ Որ ձևափոխվի, ես որ սարքի Չեմ հասկանում, ինչ է ես որ սարքեցի։ Իմ օգնականն է այդ դա պարոն Գևորգյանը, իրան ասեք ինչ խնդիր։ Եղավ, շնորհակալություն։ Հա։ Բարև ձեզ, պարոն Փաշինյան, մենք շատ հպարտ ենք, ուրախ ենք, որ ազգը ծաղկացնող, շնացնող երկրի։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։ Բայց ներեցեք մի խնդրանք ունեմ։ Համեցեք։ Ես մի դիմով դիմել էի ձեզ։ Ինչ դիմումով։ Չեմ կարող հիշել։ 68 տարուց ավել մաթեմատիկա եւ ֆիզիկա եմ դասավանդում մեր դպրոցում։
շատ լավ։ Ինչա պետք է անել։ 13-ից ավելի գիտնականներ ունեմ։ Ինչա պետք է անել։ Ինձ մի երկու անգամ ներկայացել են վաստակավորուցուցի կոչման, բայց Սերժոնի կոչոն Հիմա բայց մենք ունենք վաստակավոր ուսուցչի կոչում, հիմա չունենք տենց կոչում։ Տիկին Անդրեասյան։ կա, այդպեսի կոչում կա։ Տիկին Անդրեասյան։ Երևի առաջա գնացել։ Մենք հիմա չունենք տենց կոչում, հիմա տենց կոչումներ չկան։ Հայաստան։ Լավ։ Լավ, առաջ։ Ժորժ ջան, շնորհակալ եմ, գնացինք։ Նկարվենք, արագ Ժորժ, երեխեք ջան։ Ահա։ Դե դուք եք պետք է սենց անեք, որ նկարեք։ Ահա, շնորհակալ եմ շատ։ Ահա, շատ լավ, ապեր։ Շնորհակալ եմ Ժորժ ջան, շնորհակալ եմ, լավ եղեք։ Վաստակավոր ուսուցչի կոչում ունենք։ Չունենք։ Դե դա արդեն մարզի համայնքի եւ նախարարության խնդիր է։